Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն նորից եթերում է եւ մենք հերթական ուղիղ կապ ենք հաստատել Երևանյան տաղավարի հետ, ուր մենք այսօր հյուրընկալել ենք մեր լավագույն քաղաքագետներից մեկին, ԱԺՊ խորհրդի անդամ Արա Պապյանին։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Դե տեսնում եք, զարգացումները այնքան արագ են տեղի ունենում ամենուր, որ կարծես թե մենք պարտավոր ենք սկսել երևի Իրան-Իսրայել հակամարտությամբ։ Այս պատերազմը դեռ ինչպես ասում են, երկար է տևելու, ինչ եք կարծում։ Կարծում եմ դեռևս մի 2 շաբաթ կտևի այս պատերազմը, որովհետև խնդիրներ կան լուծելիք երկու կողմից եւս։ Իսրայելը պիտի վերջնական փուլի հասցնի Իրանի ատոմային կարողությունների ոչնչացումը, իսկ Իրանն էլ պիտի փորձի հնարավորինս շատ վնաս պատճառել Իսրայելին։ Այստեղ կարծում եմ կարևորագույն գործոնը, որ այս պահին անորոշ է, բայց թեքվում է կարծես դեպի ներգրավման կողմը, դա Միացյալ Նահանգների հնարավոր ներգրավումն է օդային հարվածներին Իրանի ատոմային կարողություններին, մասնավորապես այդ Ֆարդա կոչեցյալ գործարանին, որը գտնվում է բավականին խորքային պաշտպանված վիճակում, որտեղ առաջնային խնդիրը այս պատերազմի կարծում եմ Իրանի ատոմային հնարավորությունների ոչնչացումն է, իսկ երկրորդ ածանցյալը իշխանափոխության քայլեր անելը, կաջողի թե չէ դա կյանքը ցույց կտա, բայց ամեն պարագային ես կարծում եմ, որ Իրանը այս պատերազմից հետո բնականաբար մեծ բարեփոխումներ է անցնելու, որովհետև հնարավոր չէ նման իրավիճակից հետո պահպանել ամեն ինչ նույնությամբ։ Մի խոսքով պատերազմը, ինչպես ասացիք, դեռ 2 շաբաթ շարունակվելու միտում ունի։ Իսրայելը հայտարարել էր ամենասկզբում, որ 2 շաբաթ է նախատեսում պատերազմի համար, Նաթանյահուն էր ասել, ես կարծում եմ մի քանի օր ավել կձգվի, այստեղ կարևորն այն է, թե Միացյալ Նահանգներն ու Իրանը ինչ համաձայնություն կգան ատոմային ծրագրի շուրջ, որովհետև հիշեցնեմ ձեզ եւ հեռուստադիտողներին, որ պատերազմի ուրբաթ օրը սկսեց, Կիրակի օրը, դրա հաջորդող Կիրակի օրը նախատեսված էր ամերիկա-իրանական բանակցությունների հերթական փուլը եւ ամերիկացիները կարծում եմ օգտագործելու են այս, այսպես ասենք, Իրանի լուրջ կորուստները ավելի Իրանին դարձնելու ավելի ճկուն, ավելի զիջող եւ դրա մասին արդեն Թրամփը սկսել է ավելի բարձրաձայն խոսել, բարձրաձայնել այդ կարծիքը։ Դե իհարկե մեր ունկնդրին հետաքրում է Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն այս հետագա զարգացումների վերաբերյալ ձեր կարծիքը, որովհետև Թրամփը շատ ամեն անգամ մի ինքնատիպ հայտարարությամբ է հանդես գալիս, ձեր կարծիքով այս ոլորտում ինչպիսին է ռեալ իրավիճակը։ Երբ մենք նայում ենք քարտեզին հարավային Կովկասին, ապա տեսնում ենք, որ այդ Կովկասից հարավ Իրանը պատերազմի մեջ է եւ Կովկասից հյուսիս Ռուսաստան-Ուկրաինան պատերազմի մեջ են։ Ըստ էության այդ մեր փոքր տարածաշրջանն է մնացել համեմատաբար կայուն եւ ոչ պատերազմի մեջ դեռևս։ Ասում եմ դեռևս, որովհետեւ մենք գիտենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական զորավարժություններ են անում հիմա Նախիջևանում եւ եթե պահը իրենց համար նպաստավոր լինի, կարծում եմ չեն վարանի օգտվելուց։ Իսկ պահի նպաստավորությունը ո՞րն է, որ ձեր նշած Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը շարունակվում է, առանց այն էլ այդ հսկայական ուշադրություն եւ ռեսուրսներ էր գրավում, հիմա դրան գումարվել է աշխարհի առումով ես նկատի ունեմ, մեկ այլ կիզակետ, որը շատ ավելի այսօր ուշադրություն ու ռազմական կարողություններ է խլում, Իրանն ու Իսրայելը։ Ստացվում է, որ նախ առաջինը Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմը ստվերվելով հնարավորություն է տալի կողմերին
ավելի աննկատ այդ պատերազմը շարունակել, աննկատ ես նկատի ունեմ այն, որ կիրառել նաև խաղաղ բնակավայրերի դեմ ավելի շատ հրթիռակոծում, դա շարունակվելու է։ Ռուսաստանը իհարկե այս պատերազմից տուժող կողմ է, նկատի ունեմ Իսրայել-Իրան, որովհետև Իրանը դադարեցրել է շահիդների վաճառքը Ռուսաստանին, դադարեցրել է դրանց պահեստամասերի վաճառքը եւ այլն, որ նշանակում է Ռուսաստանի զենքը, հատկապես դրոններով քչանալու է։ Մյուս կողմից, չնայած տարբեր խոսակցություններին, դեռ չենք տեսնում Թրամփի կտրուկ որոշումը Ուկրաինայի նկատմամբ, անընդհատ ինչ-որ ժամկետներ են նշում, անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին, բայց լուրջ դեռ քայլերի չի դիմել։ Բայց կարծում եմ դրանք անցնեն Իրանի հետ խնդիրները լուծելուց հետո։ Այնպես որ, այսպես ասենք, Հայաստանի տեսանկյունից եթե նայում ենք, մենք թևակողել ենք մի բավականին լուրջ եւ վտանգավոր, ավելի վտանգավոր, քան առաջ էր ժամանակաշրջան, բայց որը ըստ հանգամանքների մեզ համար կարող է լինել ծանր եւ վտանգավոր, բայց նաեւ մեծ հնարավորություն կա նպաստավոր վիճակ։ Եթե օրինակի համար, ասենք, Իրանում արագ բարեփոխումների գնան եւ ասենք լեզու գտնեն արևմուտքի հետ, որովհետեւ եթե Իրանը եւ արևմուտքը բարելավեն հարաբերությունների, Իսրայելի հաջորդ թշնամին դառնալու է Թուրքիան եւ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրումը բնականաբար դա մեզ սեռ է տալիս, որովհետեւ Թուրքիան իր այդ ռազմատենչ ցանկությունները կփորձի հագեցնել հարավում եւ ոչ թե մեր նկատմամբ։ Հիշեցնեմ ձեզ, որ երեք Նաթանյահուն հերթական անգամ կներեք, Էրդողանը Նաթանյահուն հերթական անգամ համատեց Ադոլֆ Հիտլերի հետ, Իսրայելը նացիստական Գերմանիայի եւ այլն։ Հռետորաբանության առումով երկու երկրները իրար դեմ այսօր շատ ծանր մեղադրանքներով են հանդես գալիս, հետեւաբար Իրանի չեզոքացումից հետո Իսրայելի գնալու է հերթի մեջ կանգնած Թուրքիայի հետևից։ Այսինքն ուզում եք ասել, որ Թուրքիայի հետ կապված խնդիրներ անպայման լինելու են մոտ ապագայում։ Այո, այդպես եմ կարծում, մենք նախորդ հաղորդումների ժամանակ նշել ենք, երբ որ Սիրիայի մասին էինք խոսում, ակնհայտ է, չէ, որ Սիրիայում իշխանության են բերվել այդ իսլամիստները, դրանք պրո-թուրքական ուժեր են եւ թուրքերի կողմից աջակցվող եւ իրենք տրամադրված են Իսրայելի դեմ կամ նաեւ այլ, այսպես ասենք, ազգային կրոնական փոքրամասնությունների, դրուզների դեմ, ալևիների դեմ եւ այլն։ Դա կա նաեւ Էրդողանը բազմիցս հանդես է եկել Երուսաղեմը ազատագրելու կոչերով եւ այլն եւ այլն։ Պարզապես հիմա ոնց որ ասած արևմուտքը Թուրքիայով այդքան չի զբաղվում, որովհետեւ Թուրքիան չի որ գործնական քայլեր է անում, ասենք Իսրայելի ոչնչացման։ Իրանն է, չէ՞ դրա մասին հայտարարում։ Իրանը այն երկիրն է աշխարհում, որ իր պաշտոնական փաստաթղթերում որպես նպատակ արձանագրած է Իսրայելի ոչնչացումը եւ սա շատ կարեւոր հանգամանք է այն առումով, որ սա հնարավորություն է տալիս նախահարցակ գործողություններ կատարել Իսրայելին եւ արդարացնել իր քայլերը, ասելով, որ բնական է, եթե կա մի երկիր, որը մեզ ուզում է ոչնչացնել եւ օժանդակում է հակաիսրայելական ուժերին, մենք լրիվ իրավունք ունենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու։ Դրա համար կրկնում եմ, բարելավումը Իրանի եւ Արևմուտքի միջև կբերի նրան, որ Իսրայելը հնարավորություն կտա իրեն ատող այսպես ուժեղ ատող երկրներից մեկի Թուրքիայի հետ այս լարվածությունը գործնական հակամարտության վերածելու։ Հակամարտությունը Իրանի եւ Իսրայելի միջև գնալով սրվում է, բայց տարածաշրջանում այնինչ հետևանքներ կարող է ունենալ, մասնավորապես այդ ամենից որքան կարող է դժվել Հայաստանը։
Ես արդեն նշեցի զորավարժության մասին, ադրբեջանա-թուրքական, եւ դա վտանգ է։ Այո, կարող է տուժել, կարող է սա գայթակղության տանի Ադրբեջանին եւ նա փորձի ինչ որ լրացուցիչ բարձունքներ, ինչ որ տարածքներ վերցնի իր վերահսկողության տակ, ասենք ռազմակալի դրանք։ Նաեւ ուրիշ խնդիր է կա, մենք արդեն սկսել ենք տուժել։ Այսօր թռիչքները եւ ցամաքային փոխադրումները դեպի Պարսից ծոց, դեպի ծոցի երկրները դադարեցված են։ Իսկ պիտի հիշենք, որ օրինակ նույն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը մեծ առևտուր ունի։ Ճիշտ է, դա Էմիրությունների արտադրանքը չի հիմնականում, որ գնում ենք այդտեղից, դա հիմնականում չինական եւ այլ երկրներին է, բայց միևնույնն է, ասենք դրա գալիս է Էմիրությունների վրա եւ օդանավով թանկարժեք, ասենք փոքր ծավալի ապրանքներ ներգալ ցամաքային ճանապարհով նաև գալիս էր ավելի մեծածավալը։ Եվ սան եթե մենք գումարում ենք, որ Լարսում հայ-վրացական, ապա Վրաստան-Ռուսաստան սահմաններին հսկայական կուտակումներ կան եւ այդտեղ արգելքներ է դրված Հայաստանի որոշ ապրանքների վրա եւ այլն, մենք հերթական անգամ ոնց ասած տուժում ենք արդեն։ Այստեղ նաև խնդիրը այն է, եթե ամենավատ տարբերակով ամեն ինչ զարգանա, ես հույս ունեմ, որ այդ ամենավատ տարբերակը չի լինի, այսինքն եթե այս ամբողջը հանգեցնի Իրանի տրոհմանը, մենք կարող է մեր սահմանինից ունենանք հերթական թուրքախոս պետությունը եւ այլն, բայց կրկնում եմ դրա հավանականությունը ես շատ քիչ եմ համարում, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տանում է եւ Թուրքիան եւ Ադրբեջանը եւ Իսրայելը, այսինքն այդ թուրքախոսների մեջ ազգայնականություն եւ անջատողականություն հրահրելու համար։ Մյուս վտանգը, որ այսպես ներկայացնում են, ես կարծում եմ ուռճացված է այն, որ ասում են 100,000-ավոր իրանցիներ կգան կլցվեն Հայաստանը, մենք դա չենք տեսնում, 200-ից 300 մարդ անցնում սահմանը, դա ավելին է, քան սովորական օրերին, բայց միասին ահավոր թիվ չի։ Եթե օրական ոչ թե 300, այլ ասենք 1000-1500 մարդ էլ անցնի սահմանը, մի մեծ բան չի դա։ Հանգիստ կարելի է, ոնց որ ասած, գնալ այդ հումանիտար օգնությանը, ի վերջո պիտի հասկանանք, որ խաղաղ բնակչությունը իրավունք ունի ապաստարան գտնելու, ինչպես պատերազմի տարիներին շատ հայաստանցիներ են արել։ Այստեղ հետո պիտի հաշվի առնել, որ Իրանի ներսում եւս, ասենք, տարբեր ուժեր կա եւ այնտեղ կան ծայրահեղ պահպանողականներ, կան մի փոքր ավելի ռեֆորմիստներ, որոնք ուզում են օրինակ Ռոհանիի գլխավորությամբ արևմուտքի հետ ավելի լավ լեզու գտնել կան եւ կա երիտասարդական թևը, որը լրիվ, այսինքն հակաիշխանական է, այս երեք թևերի ով նրանցից կլինի հաղթողը մեզ համար, այսինքն Հայաստանի այսպես տուժելու կամ օգտվելու հարցը կպարզվի։ Ես մի անգամ եւս ուզում եմ սա վրա շեշտեմ, որ եթե Արևմուտք-Իրան հարաբերությունները դառնում են բնականon, ապա Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան երթուղին դառնում է իրագործելի երթուղի։ Եվ այստեղ Հայաստանը այդ մեծ շղթայի կարևորագույն օղակներից մեկն է դառնում եւ մենք կարող ենք մեծապես օգտվել, այսինքն ոչ միայն մենք ասենք տուժել էլ կարող ենք, օգտվել էլ կարող ենք։ Վատագույն տարբերակով կտուժենք, իսկ մեզ համար նպաստավոր պայմաններում, այսինքն այդ երթուղու գործարկման պարագային ահագին կօգտվենք, որովհետև հնարավորություն մեզ կտա միջազգային լուրջ տարանցիկ փոխադրումների երկիր դառնալ։ Վերլուծաբաններից շատերը այն կարծիքին են, որ Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է պատուհան բացել Ադրբեջանի համար Սյունիքին խփելու առումով, որքանով է դա ռեալ։ Այո, դա բավականին ռեալ է այն առումով, որ ես արդեն նշեցի այդ զորավարժությունները եւ Նախիջևանի կողմից, բայց այնուհանդերձ պիտի հաշվի առնել, որ Իրանը, չնայած այս ծանր պայմաններին, շարունակում է մեծականակ ցամաքային զորք պահել հենց այդ սահմանի ուղղությամբ, ավելին դեպի մի փոքր ավելի արևմուտք, Մակու եւ Նախիջևան երասխետ հատվածը, որովհետեւ այս պատերազմը Իսրայելի դեմ
ցամաքային պատերազմ չի։ Հրթիռներ, օդանավեր եւ այլն։ Իսկ այդ բախումը, որը ասենք կարող է լինի հարավային Կովկասում, ըստ էության ավելի ցամաքային է լինելու, որտեղ Իրանը սահման ունի Հայաստանը, Ադրբեջան, Թուրքիա հետ, բայց Իսրայելի հետ չունի, ինքը պետություններ կան այդ երկու երկրների միջև։ Հետևաբար Իրանը պահելով իր զորախումբը հայ-ադրբեջանական սահմանի մոտ ցույց է տալիս իր, այսպես ասած, պատրաստակամությունը թույլ չտալու այդ ձեր նշած հարցակումը, այդ Միջանցքիսի ստեղծումը եւ այլն, ինչքան էլ Իրանը այսօր շատ թուլացած է բանի առումով, հրթիռների եւ օդանավերի առումով, որտեղ ահագին կորուստներ է ունեցել, բայց օրինակ Ադրբեջանի դեմ կռվելու համար ինքը դրա կարիքը չունի, իր ցամաքային զորքերը բավականին շատ են, թեև ես չեմ կարծում, որ բանը դրան հասնի, այսինքն եթե անգամ Ադրբեջանը որոշ ոտնձգություններից գնա, դա պիտի արվի շատ փոքր ինչ որ չափսերով, շատ զգուշավոր, որտեվ Ալիևը հասկանում է, որ իր նկատմամբ աշխարհում վերաբերմունք է փոխվում եւ փոխվել է։ Անգամ մենք նկատում ենք Իսրայելա ադրբեջանական հարաբերությունների վատացում։ Պատերազմից մեկ օր առաջ շատ հետաքրքիր մի պատվիրակություն գնաց Բաքու, Իսրայելից, զինվորական փորձագետներ էին, ճիշտ է, մակարդակը փոխնախարարի արտգործնախարարի տեղակալի մակարդակով էր, փակ հանդիպումներ էր, բայց որից հետո իսրայելական մամուլում եւ լրատվական միջոցներով կտրուկ բարձրացավ հակաադրբեջանական հռետորաբանությունը։ Սա նշանակում է, որ իրենք լեզու չեն գտել, Իսրայելն ու Ադրբեջանը լեզու չեն գտել պատերազմից առաջ, միգուցե ակնկալում էր Իսրայելը, որ Ադրբեջանը եւս կխփի կամ Ադրբեջանի տարածքից հարված կհասցնել եւ մա դրան համաձայնության չեն եկել։ Հիմա սա նշանակում է, որ Ադրբեջանը պիտի հասկանա, որ ինքը Իսրայելի աջակցությունը չի ունենալու, եթե ինքը չի աջակցում Իսրայելին։ Դա եւս զսպող գործոններից մեկն է Ալիևին, որ ինքը չանցնի ակտիվ ռազմական գործողությունների։ Հիշեցնեմ ձեզ, որ երկու այդ նախորդով եւ 20 եւ 22 թվականին ու պատերազմի բուն, ասենք, գործոններից մեկը նա էր, որ Ադրբեջան ուներ դրսի աջակցությունը, եւ Ռուսաստանի աջակցությունը, եւ Իսրայելի աջակցությունը, եւ Թուրքիայի աջակցությունը։ Այսօր դա չունի, ավելին ամսի 20-ին, որ վաղնը պիտի Նիկոլ Փաշինյանը մեկնի Անկարա, ինչպես ասում են մեր հեքիաթներում, Փադիշահի ոտը, ու մենք տեսնենք ինչ է հերթականին զիջումներ է այնտեղ Նիկոլ Փաշինյանը պատրաստում անելու եւ դա ինչպես կանդրադառնա։ Կարճ ասած, բանա մեծ փոփոխությունների ոչ թե շեմին են գտնվում, այլ մեջն են գտնվում, տարածաշրջանային փոփոխությունների Պակիստանից մինչև այսպես Եգիպտոս, Թուրքիայից մինչև Աղվանստան։ Այո։ Պարոն Պապյան, իհարկե մեզ համար շատ կարևոր է նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության, այսպես ասած, շուտապույտ ավարտը, որովհետև հայտնի չէ, թե ինչով այն ի վերջո կավարտի եւ դրանից որքան կարող է տուժել Հայաստանը։ Այդ ձեր կարծիքով այս ոլորտում ինչ սպասելիքներ, ինչ զարգացումներ կարող են լինել։ Չէ, ես չեմ կարծում, որ այդ պատերազմը շուտ կավարտի, Իրան-Իսրայելը շատ ավելի շուտ կավարտվի, քան Ուկրաինա-Ռուսաստան, որովհետև առաջինի դեպքում Իսրայելը արդեն լուծել է իր խնդիրները հիմնականում։ Այնտեղ մի փոքր խնդիր է մնում լուծելու, առանց դրա էլ ինքը արդեն հաղթող կողմ է։ Որն էր Իսրայելի նպատակը։ Դեմիլիտարիզացիա, այսինքն կամ ավելի կոնկրետ ասած, ատոմային զենքի կարողությունների ոչնչացում։ Հիմա արդեն դարված է։ Անկախ թե քանի զոհ կունենա հիմա Իսրայելը, քանի շենք Իրանը հրթիռ կուղարկի Իսրայելում կքանդվի, քանի հակառակ էական չի արդեն։ Էականը կատարված փաստն է, այլևս այդ կարողությունները չունի Իրանը, որ ատոմային զենք ստանա։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պարագայում բնավ այդպես չէ։ Այնտեղ մենք նկատում ենք, որ ինչպես առաջ են ասում, խրամատային պատերազմ, այսօր կողմերից որևէ մեկը չունի կարողություն, չգիտեմ,
հարձակվելու հարյուրավոր կամ հազարավոր քառակուսի կիլոմետրեր գրավելու, ազատագրելու, չգիտեմ ինչ, այնտեղ ընթանում է հեռահար պայքար, այսինքն դրոնների, հրթիռների միջոցով, այդ պայքարը գնում է։ Ուկրաինան շարունակում է ստանալ Արևմուտքի հիմնականում Եվրոպայի աջակցությունը եւ այդ ռեսուրսները իրան կհերիքի պայքարելու։ Ռուսաստանը եւս թե պիտի նշենք, որ Ռուսաստանի ռեսուրսները ավելի սահմանափակ են, մարդկային ռեսուրսները շատ են, բայց տեխնոլոգիական ավելի սահմանափակ են։ Հիմա տեսեք, Ուկրաինան արդեն սկսել է խորքային հարվածներ հասցնել, այսինքն այդ ռազմաճակատից հարյուրավոր, երբեմն հազարավոր կիլոմետր խորության վրա օգտագործելով, այսինքն նախապես ներդրած դրոնները, ասենք տվյալ դեպքում բեռնատարների վրա էր եւ նման բաներ, ինչի դեպ որ նաեւ Իսրայելը օգտագործեց Իրանի տարածքում։ Սա էլ հետաքրքիր է, այսինքն այդ ոճը երկուսն էլ գրեթե միաժամանակ օգտագործեցին եւ քանի որ նման բաները ամիսներ, եթե ոչ տարիներ շարունակ են պատրաստվում, չեն կարող ասել իրարից ընդօրինակել են։ Ես կարծում եմ գաղափարը մի կետից է եկել, նման այսինքն գաղափարը։ Եվ հիմա գնալով նման պայքարի ձևը, այսինքն Ռուսաստանի խորքերում Վրաստան ասել շարունակվելու է։ Ես կարծում եմ դեռ այս խմորը շատ է ջուր ուզելու։ Մի խոսքով զարգացումների սպասենք առաջիկայում։ Այո, եւ ես կարծում եմ առաջիկա 24-48 ժամը կամ մի քիչ ավել ցույց կտա մի շատ կարևոր հանգամանք։ Ես ամենասկզբում ասացի, որ Տրամպը դեռ վերջնական որոշում չի կարողանում կայացնի Ամերիկայի ներգրավվածության առումով։ Հիմա կան փաստեր, որոնք վկայում են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են ներգրավելու եւ հարվածներ հասցնելու։ Խոսքը դրա մասին է, որ Միացյալ Նահանգները արդեն 2 տորմիղ ուղարկել են Պարսից ծոց, մի տորմիղ եկել է միջերկրական արևելյան ափերը, Դիոգո Գարսիա իրենց այդ հնդկական օվկիանոսում գտնվող կղզի ռազմաբազայում տեղակայվել են նոր, այսինքն նոր այն առումով նոր, որ այդտեղ չէին տեղակայվում, հիմա տեղակայված են հատուկ ինքնաթիռներ, որոնք ի վիճակի են 10 տոննանոց ռումբեր եւ հրթիռներ կրել, որոնք հնարավոր է, ամենամեծ հնարավորությունն ունեն քանդելու, ավիրելու երկրի ընդերքում սարերի մեջ փորված, բետոնապատված, ամրացված այդ ուրանիումի հարստացման լաբորատորիաները։ Հիմա սա կարող է լինի երկու բանի համար։ Մեկը որ իսկապես այս ճանապարհով պատրաստվում են ներգրավվել, մյուսը նա է, որ սա պարզապես ճնշման եղանակ է Իրանի վրա եւ Թրամփը խոսում է, որ Իրանը պիտի անձնատուր լինի հանձնվի եւ կապիտուլացվի, այսինքն surrender բառն է օգտագործում, այսինքն հանձնվել բան եւ սա է հարցը, որ եթե Ամերիկան մտավ պատերազմի մեջ, այդ դեպքում Իրանը այլ ելք չի ունենա, որովհետեւ կավիրվեն նաեւ այդ մնացած լաբորատորիաները։ Այստեղ խնդիրը նաեւ այն է, որ աստիճանաբար սկսում են ռմբակոծել նաեւ իրանական նավահանգիստները եւ նավթի զտարանները, որը Իրանի հիմնական եկամուտի աղբյուրն է։ Եկամուտի աղբյուրն է, այստեղ օրական 1.800.000 բարել նավթ է արտահանում Իրանը, որը իր համար շատ կարևոր է։ Այսօր 1 բարելի գինը 71-ից 73 դոլար է։ Այսինքն մի քանի 100 միլիոն դոլար ինքը կարողանում է դրանից փող ստանալ յուրաքանչյուր օր։ Թեև աշխարհի առումով դա մեծ թիվ չի կազմում, դա ընդամենը 4%-ն է նավթի շուկայի, բայց Իրանի համար կարևոր է։ Հիմա եթե այդ կարողությունները ռմբակոծվեն, առանց էլ Իրանում նավթի արտադրությունը անկում է, ոչ թե արտադրությունը, անկում է ապրում։ Ես երկու թիվ ասեմ, պատկերացրեք շահի ժամանակ, որ ինքցել են 1979 թվականին, այսինքն մի 1000 տարի առաջ, բանը ինքը կարողանում էր օրական 7 միլիոն բարել արտադրել։ Այսօր հիմա որ ասացի 1.8 անում,
առավելագույնը իր եղել է 4-ը։ Դուք պատկերացեք, այն դեպքում, երբ որ բնակչության թիվը գրեթե կրկնապատկվել, եռապատկվել է մինչև իսկ որ 90 միլիոն է, շահի ժամանակ կարծեմ 35 միլիոն էր։ Սա նշանակում է, որ նաև կենսամակարդակի անկում կա։ Օրինակ, երբ որ մենք նայում ենք մի շնչին ընկնող եկամուտի հարցով, ասենք Իրանը 12 անգամ զիջում է Իսրայելին մի շնչին ընկնող եկամուտով եւ ասենք համախառն արտադրանքը Իրանի ավելի քիչ է, քան Իսրայելի։ Այնպես որ այսպես ասենք, այո, լուրջ բաների փոփոխությունների մեջ է եւ որը կբերի եւ հնարավորություններ եւ մարտահրավերներ մեզ։ Եվ վերջին հարցը, պարոն Պապյան, մեր ունկնդիրներին հետաքրքրում է այնուամենայնիվ ինչ սպասելիքներ մենք ունենանք Փաշինյանի Թուրքիա կատարելի կայքից։ Ես որևէ լավ սպասելիք չունեմ, որովհետև նախ ես վստահ եմ, որ արարողակարգային առումով իրան ստորացնելու են։ Ես Նիկոլ Փաշինյանի քննադատներից եմ եւ մեղմ ասած իրան չեմ սիրում, բայց իմ դուրը չի գալիս, երբ որ իմ երկրի պաշտոնյային ստորացնում են։ Հիշեցնեմ ձեզ, որ մեկ շաբաթ առաջ Թուրքիայում էր գտնվում փոխարտգործնախարարը Կոստանյանը, որ ընդհանրապես դիվանագիտության հետ կապ չունի, ինքն էր գտնվում եւ Հայաստանի դրոշը չէին դրել այդ ժամանակ, այսինքն եթե այսինքն արդյոք դա մասնավոր այց էր, այսինքն միայն սեղանի վրայի փոքր դրոշակներն էին դրել, իսկ այսպես ասած սենյակում, որը արարողակարգի պահանջներից է։ Իմ կարծիքով նախ Նիկոլ Փաշինյանին կստորացնեն։ Իրեն չեմ բացառում, որ ստիպեն, որ անգամ պսակ դնի Աթաթուրքի գերեզմանին, ինչ որ բաներ եւ այլն, գլուխ խոնարի, սա մեկ։ Մյուսը իր արժև նոր պահանջներ են դնելու, միանշանակ։ Կարծում եմ Թուրքիան պահանջելու է, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից ոչ միայն հրաժարվի ցեղասպանության արդից, այլ ասենք դրա ներողություն խնդրի հայերի անունից թուրքերին դավաճանելու եւ այլ բաների մասին։ Որևէ լավ սպասելիք չկա։ Թուրքական դիվանագիտությունը ցույց է տալիս, իմ տասնամյակների շփում իրենց հետ, մատը տվեցի, ցերը տանում են։ Չկա որևէ ձգտում թուրքերի մեջ հայերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու։ Իրենց ձգտումն է հնարավորինս, ոնց ասած, գցել են մեզ գետնին հնարավորինս տրորել։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը հետևյալն է, ընտրություններից առաջ գոնե ձևական մի թուղթ ստորագրի Ադրբեջանի հետ, ասի տեսեք, խաղաղություն բերեցի ցես, որպեսզի դա ծախի ժողովրդի վրա։ Այդ թուղթը իհարկե խաղաղություն չի բերելու, բայց այդ կուտը հասարակության մի մասը կուտի։ Կարծում եմ իր նպատակը դա է, գնալ ամեն գնով Էրդողանի աջակցությունը պոկել Ալիևին համոզելու հարցում։ Այո։ Եղավ, պարոն Պապյան, դե ինչպես ասում են, կապրենք կտեսնենք, բայց իհարկե ես էլ կարծում եմ, որ այդ այցից այնքան էլ լավ հոտ չի գալիս։ Լավ, սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Սպասենք։ Սիրելի բարեկամներ, մենք հեռավար տարբերակով զրուցում ենք մեր քաղաքագետ, մեր շատ ճանաչված իհարկե այս ոլորտի ներկայացուցիչ Արա Պապյանի հետ, ով միշտ որպես կանոն շատ դիպուկ նկարագրում է թե օրվա իրավիճակը, թե նաև հետաքրքիր կարծիք է հայտնում առաջիկա զարգացումների մասին։ Այսօր այսքանը, ցտեսություն։